Երկու արագահոս կետերի զառիթափ կիրճերի միջև ժայռոտ սարահարթի վրա վեր են խոյանում Սամշուլդեի, Տաշիր ձորակետի հայկական թագավորության մայրաքաղաքի հին պարիսպները։ 10-ից 11-րդ դարերում այստեղ եռում էր կյանքը։ Այսօր այս վեհաշուկ քաղաքից միայն ավերակներ են մնացել։ Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակի առաջին կեսին, սակայն քաղաքը հատուկ նշանակություն ձեռք բերեց միջնադարում, երբ այն դարձավ Տաշիր ձորակետի թագավորության մայրաքաղաքը։ Սամշուլդեն միջնադարյան Հայաստանի շատ ամրոցների ու քաղաքների նման տեղակայված է հատվող ծորերով առաջացող եռանկյունաձև սարահարթի վրա և մոտեցման միակ հնարավոր կողմից պաշտպանված է կրկնակի պարիսպներով։ Բազալտի կոպտատաշ խոշոր քարերով գրաշաղաղով կառուցված բավական բարձր պարիսպների հարավային և հյուսիսային ծայրերին շրջանաձև հզոր աշտարակներ են, որոնցից հարավայինի միջով բացված է միջնաբերդի մուտքը։ Առաջին բնակավայրը այստեղ առաջացել է դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Ըստ Անանյա շիրակացու աշխարհացույցի, Սամշուլդեն Վիրքի 3 հիմնական քաղաքներից է եղել Թբխիսի և Մցխեթայի հետ միասին։ 8-ից 10-րդ դարերում քաղաքը գտնվում էր Թբիլիսիի ամիրայության վերահսկողության տակ։ Այս ռազմավարական կարևոր ամրոցը վերահսկում էր արաբական խալիֆայությունը։ Այդ ժամանակվա վրաց թագավորները փորձեցին գրավել Սամշուլդեն, բայց ապարդյուն։ 10-րդ դարի սկզբին տայքի կառավարիչ Գուրգենը փորձեց ազատագրել ամրոցը, սակայն նա նույնպես պարտվեց։ Մոտ 878 թվականին, դեռևս իր թագադրումից առաջ, Սմբատ առաջին Բագրատունին գրավեց Սամշուլդեն, Հայաստանի հյուսիսային սահմանին գտնվող ռազմավարական ամրոցը։ Այս քայլը Վիրքում իր ազդեցությունը ամրապնդելու և թագավորության հյուսիսային սահմանները պաշտպանելու քաղաքականության մի մասն էր։ Նա ամրոցի կառավարումը վստահեց Վասակ և Աշոտ Գնթունի իշխաններին։ Այսպիսով, Սամշուլդեն մտավ հայկական Բագրատունիների թագավորության ուղեծիր, դառնալով կարևոր հենակետ Գյուրիկյան դինաստիայի ապագա ազդեցության համար։ Սմբատ առաջինի մահից հետո հայոց գահ բարձրացավ նրա որդին, Աշոտ II Երկաթը։ Սամշուլդեի կառավարիչներ Գնթունի եղբայրները հրաժարվեցին ճանաչել կենտրոնական իշխանությունը և հռչակեցին անկախություն։ 910-ական թվականներին արաբ նվաճողների դեմ պայքարում զուգահեռ Աշոտ II ստիպված էր ճնշել ներքին հակառակորդներին։ Նա անձամբ ղեկավարեց Սամշուլդեի պաշարումը։ Այս ամենը ցույց էր տալիս Բերդի ռազմավարական նշանակությունը, այն Հայաստանի հյուսիսային սահմանների բանալին էր։ 9-ից 10-րդ դարերում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ պատահական չէր, որ ապագա գյուրիկյան կահակալները հենց Սամշուլդեն ընտրեցին որպես մայրաքաղաք։ Մոտավորապես 982 թվականին Աշոտ III ողորմած թագավորի որդին Արքայազն Գուրգենը արևելյան Հայաստանի հյուսիսային հողերում հիմնադրեց իր սեփական պետությունը։ Հայոց արքա Սմբատ տիեզերակալի կողմից Գուրգեն առաջին Գյուրիկեն թագադրվեց որպես Գյուրիկյանների թագավորության արքա։ Ի սկզբանե այն եղել է Բագրատունիներից վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորություն, սակայն գոյատևել է ավելի երկար։ Գուրգենն ընդունում էր ավագ եղբոր գերակահությունը և հայրական ժառանգության մի մասը ստացել էր նրան անվերապահ ենթարկվելու պայմանով։ Գուրգենին հաջորդեց ավագ որդին Դավիթը։ Դավիթ առաջին անհողինի օրոք թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Սամշուլդեից նա հսկայական տարածքներ էր կառավարում։ Ընդլայնելով իր սահմանները Թիֆլիսի և Գյանջայի ամիրայությունների տարածքների հաշվին, նա ամրապնդեց քրիստոնեությունը տարածաշրջանում։ Դավիթը ձգտում էր լիակատար անկախության անիի թագավորությունից, ինչը հանգեցրեց դաժան պատերազմների իր հորեղբոր Գագիկ առաջինի հետ։ Դավիթի օրոք սկսվեց նոր ամրոցի Լոռիբերդի կառուցումը։ Մոտ 1065 թվականին նրա հաջորդը Գուրգեն II-ը մայրաքաղաքը տեղափոխեց այնտեղ։ Այսպիսով ավարտվեց Սամշուլդեի որպես հայկական պետության քաղաքական կենտրոնի գրեթե մեկդայրյա պատմությունը։ 1045 թվականին Բյուզանդիայի կողմից անիի Բագրատունյաց թագավորության կործանումից հետո, ինչպես Սյունիքի ու Կարսվանանդի, այնպես էլ Տաշիր ձորակետի գյուրիկյան թագավորությունները հայտնվեցին անկախ կարգավիճակում։ Բագրատունիների կենտրոնական, ապա Կարսի թագավորությունների անկումից հետո գյուրիկյանների թագավորությունը միակ Բագրատունյաց իշխանությունն էր, որ պահպանել էր իր գոյությունը։ Գյուրիկյանների թուլացումից և սելջուկների ներխուժումից հետո քաղաքը Վրաստանի թագավորության մաս դարձավ։ 1118 թվականին Դավիթ IV շինարար թագավորը վերջնականապես գրավեց այս հողերը։ Սամշուլդեն վերածելով երկրի հարավային սահմանի կարևոր հենակետի։
Վրաստանի ոսկեդարի ընթացքում ամրոցն անցավ Հայ Զաքարյաններին։ 13-րդ դարից սկսած մոնղոլական ներխուժումից հետո քաղաքը աստիճանաբար կորցրեց իր նշանակությունը։ Ամենակործանարար հարվածը հասավ 1440 թվականին։ Սամշուլդեն գրավել եւ կործանել է տաչուտական ցեղերի առաջնորդ Ջահանշահը, կոտորելով շուրջ 4700 եւ գերեվարելով ավելի քան 9000 քրիստոնյա բնակիչների։ 1752 թվականին կործանարար երկրաշարժերից հետո Բերդի ամրությունների մեծ մասը ավերվեց։ Ամրոցը կորցրեց իր ռազմավարական նշանակությունը։ 19-րդ դարի վերջում Սամշուլդեն լիովին լքված էր։ 1770-ականներին սկսված հնագիտական պեղումները շարունակվում են մինչ օրս։ Հնագիտական գտածոները, այդ թվում Գյորգ III եւ Թամար Թաքու գահակալության ժամանակաշրջանի մետաղադրամները, որոնք հայտնաբերվել են 2018 թվականին, վկայում են քաղաքի բարգավաճման մասին 12-ից 13-րդ դարերում։ Այսօր այս ամրոցը մեծ հնագիտական համալիր է, որտեղ կարելի է տեսնել մի քանի դարաշրջանների հետքեր։ Սամշուլդեի պատմությունը ցույց է տալիս, որ այս ամրոցը ոչ միայն ռազմական հենակետ էր, այլև տարածաշրջանի կարևոր քաղաքական եւ մշակութային կենտրոն։ Դարերի ընթացքում այն ձեռքից ձեռք է անցել։ Յուրաքանչյուր դարաշրջան այստեղ թողել է իր հետքը՝ տաճարներ, խաչքարեր եւ արձանագրություններ։ Այսօր Սամշուլդեի ավերակները պահպանում են հազարամյակների հիշողությունը, երբ ամրոցը ծառայել է որպես մայրաքաղաք, հենակետ եւ սրբավայր։ Ռազմական հզորության եւ մշակութային ժառանգության այս միասնությունն է, որ Սամշուլդեն դարձնում է տարածաշրջանի ամենահետաքրքիր վայրերից մեկը։